որ հիմա ամենակիչ այսպես կոտրվելն է պետք։ Մի հատ հələ բոլորը ուժերը հավաքեք, մի կոտրվեք ոչ մեկ էլ։ Արդարությունը հեշտ չի տրվում։ Երբ որ կստանանք նոր ձեր հարցերի պատասխանը կտամ, հիմա չգիտեմ պարոն Մարտիրոսյանը ինչեր է գրել այդ որոշման մեջ։ Երբ որ կարդամ ամեն մեկս մեր գնահատականը կտանք, բայց նորից կրկնում եմ, այն միջնորդությունը, ինչը որ ներկայացվել է դատարան, պաշտպանական թիմի կողմից ուղղակի ջախջախվել է, հատիկ չկա, տող չկա ըստ ինձ։ Ինչ հիմնավորում էին ներկայացնում դատարանը։ Դե հիմա նորից չկրկնվենք, տարբեր բաներ են բերում։ Գտնում եմ, որ 12-րդ դասարանի աշակերտը պիտի կալանքի տակ գտնվի, բայց մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մարդիկ կարան վարչական հսկողության տակ գտնվեն տնային կալանք։ Ոչ մի բան հաշվի չառավ, ոչ մի բան, ոչինչ չի հաշվի առնվել։ Դե առանձին թեմա է, դրա շուրջ միջնորդություններ համապատասխան կանենք, այո։ 5 տարի, 2-ից 5 տարի է մեր Իսկ որևէ կերպ հիմնավորվեց այն դատարանի կողմից, որ օրինակ մի դեպքով մարդ է կալանավորվում, սակայն տուժող չկա։ Ոչ, այդ հարցերը սաղ բարձրացվել են, բայց որևէ բան հիմնավորում չկա։ Հիմնավորում հիմա մի բան էր։ Պիտի կալանավորեին, թե չկալանավորեին կամ կիրառեին այլընտրանքային խափան միջոցներ։ Դատարանը գտավ, որ միայն կալանավորումն է իզորու ապահովել մեր պաշտպանյալի իրավաչափ վարքագիծը, որը ըստ ինձ աբսուրդ է ուղղակի։ Երեք նաև տեսագրություններն էիք դիտել, հա, տեսագրությունների հետ կապված։ Սրա նախորդել էր առավոտ շուտ, նաև խուզարկության էին նորից կրկին մտել, մենք արդեն երբ որ եկանք Ոչ, իհարկե ինչ կար, որ ինչ հայտնաբերեն, ոչինչ չկար։ Երկրորդն։ Ես այդ քաղաքական գնահատականներից զերծ կմնամ, կթողեմ հանրությանը թող գնահատականները տան։ Դատավորի համոզմունքին կամ դատախազը, որ իրականում Գևորգ Գևորգյանը այստեղ փորձել է հապրեպ սադրանք կազմակերպել տղաների միջոցով։ Արգելիս, երբ որ որոշումը ստանամ, կարդամ կտեսնեմ, թե ինչ մտքի գոհարներ կան այնտեղ շարադրվել։ Անպայման բողոքարկվելու են, ինչի մասին է խոսքը։ Ինչ հաջորդականությամբ են տեսագրությունների ժամանակավորությունը դիտում եք գործողությունների ինչ հաջորդականությամբ են Որ գործողություններ։ ասենք հրել են տղային, որ ինքը այդպես զուգվելով փոխել է։ Բա իհարկե հրել, ոչ միայն հրել են, գցել են գետին, ընկելած, տեսնում եք տեսայիզում երևում է, որ անգամ ծնոտը ցավում է։ Այո, բա իհարկե։ Ժողովուրդ, սա իրականության հետ այս մեղադրանքների հետ մի վարքյան ընդհանրապես աղերս չունի։ Մենք հիմա մի պրոցեսի մեջ ենք, որը ըստ ինձ շատ վատ է եւ սա լավ տեղ չի տանելու մեր երկրին ու բոլորիս։ Դավիթը քաղ բանտարկյալ է թե ոչ։ Մեր այդ հարցերից չպատասխան։ Սա գործ ունի քաղաքական ուժի հետ եւ նրան ադրում են Եվ նրա ամբողջ քննության ընթացքը ուղղորդել Դավիթը մի անգամ եւս նորից կրկնում եմ, Դավիթը 12-րդ դասարանի աշակերտ է, որևէ քաղաքական գործունեությամբ չի զբաղվել եւ չի զբաղվում, եւ փառահեղ աշակերտ է։ Ամբողջ դպրոցը հպարտացել է Դավիթով, կարծում եմ հլա առիթ կունենանք մենք ազգովի Դավիթով եւ նրա եղբորով հպարտանալու։ Այո, իհարկե, հիմա տեսեք, Դավիթին այսօր զրկեցին դպրոցն ավարտելու, միջնակարգն ավարտելու հնարավորությունից։ 2 ամիս հետո Վերջի զանգալնելու բոլորի համար Դավիթի համար չի լինելու։ Ում խղճին է մնացել սա։ Չունեմ ասել, լավ, ժողովուրդ, ես էլ եմ բանած։ Տղաների հեռախոսն արգրավել են։ Բանի Միքայելի հեռախոսը կորել է այդ քաշքշուկի ժամանակ մենք հենց դրա վերաբերյալ հաղորդում էլ պետք է տանք, թե ուր է Միքայելի հեռախոսը։ Չգիտենք ուր է։ Չէ, դեռևս չի եկել։ Տիկնազորի անդամը 2 անց հարցաքննվել են, այո։ Գալստյան մեկինը Վանյան ազգանուններով։ Թիկնազորի աշխատակիցներ են, նորմալ ցուցմունք էին տվել, կարծում եմ, ինչ որ այդ պահին մեզ ներկայացվեց, եթե այդ մի հատնամ։ Ինչ անենք։ Հարվածող թիկնապահի դեմ չեք ներկայացում պատասխանատու։ Ես հիմա չեմ ուզում մեր մարտավարությունը բացեմ, ամեն ինչ արվելու է, բան չենք թողելու, հավաքվել ենք մեր ընկերներով եւ ամեն ինչ անելու ենք այս անարդարության դեմ պայքարելու համար։ Կարծում եմ առաջ Աստված չի թողի, որ ծաղկազարդի օրը աշակերտներ ձերբակալվեն ու տենց մնա։ Այդ օրը ինչ խորհուրդ ուներ, Հիսուսը գնաց երեխեքին ընդառաջ, մենք ինչի գնացինք, մենք ինչ արեցինք, այսքան բան։ Ասեցին արմավիր քերակատարողական հիմնարկ են տեղափոխելու, չլսեցի Սուզի։ Ոչ, այդ հարցը ես էլ եմ բարձրացրել, չունի հիմա։ Չի հանդիպելու, դուք չեք փորձելու միջնորդ։ Դե չեմ ուզում մարտավարությունը բացեմ, ամեն ինչ արվելու է, նորից եմ կրկնելու։ Չի հարցակնվել մարտի գործից
հետո որևէ այլ գործով, այդ թվում իր ավտոշարասյան վրա երթով սպանված աղջկա դեպքով։ Հուսանք, որ Դավիթը շատ բան կփոխի մեր երկրում։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ դատարանը բավարարել է քննիչի ներկայացրած միջնորդությունը եւ 18-ամյա Դավիթ Մինասյանին 2 ամսով կալանավորման որոշում է տվել։ Փաստաբանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ